թե շատ ավելի պարզ արտահայտվենք, իշխանության նախընտրական կարիքների համար Եվրամիությունից փող ուզելուն եւ այդ փողը անկասկած դե ֆակտո վերածվում է որոշակի, այսպես ընտրական ֆինանսական աջակցության, որ Եվրամիությունը ցուցաբերում է Հայաստանին, փաստացի այդպիսով հենց ինքը դրսևորելով արտաքին միջամտություն։ Այլ հարց է, որ այստեղ ձևակերպումը բնականաբար այդ վերամբարձ խորագրի ներքո է, աջակցություն Հայաստանին արտաքին միջամտությունները կանխելու համար։ Հայաստանը օրինակ իր քաղաքացիներին պետք է այդ առումով հաշվետվություն ներկայացնի, թե այդ ինչ արտաքին միջամտություններ են, ինչու դրանք Հայաստանը չի կարող կանխել իր ռեսուրսներով, այսինքն Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ եւ ինչու է դրա համար առաջացել Եվրամիության աջակցությունը։ Առավել եւս մենք շատ լավ պատկերացնում ենք, որ ծրի պանիրը թակարդում է եւ Եվրամիությունը, որ այսօր անգամ Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում մեղմ ասած գտնվում է դժվարին վիճակում, հենց այնպես Հայաստանին մեկ լումա անգամ չի տրամադրի։ Այդմ հարց է առաջանալու, թե Եվրամիության այդ աջակցություն ասվածը, որ ինչպես նշեցի, դե ֆակտո պարզապես աջակցություն է իշխանության նախընտրական կարիքներին, ինչ քաղաքական գին է արժանալու, ինչ քաղաքական պայման է ենթադրելու։ 26 թվականի ընտրություններից առաջ իշխանությունները որոշակի վախեր ունեն։ Ցանկացած իշխանություն բնականաբար ցանկացած ընտրական process-ից առաջ կունենա մտահոգություններ, առավել եւս իշխանություն, որը ունի վարկանիշային շատ լուրջ խնդիր եւ մնացյալ այդ վերջին 5 տարիների իրադարձությունների այդ ծանր հետևանքը։ Այդ իմաստով անկասկած կա մտահոգություն եւ այդ մտահոգությունը փարատելու ուղիներ են ընտրվում։ Եվրամիությունը դրանցից մեկն է։ Եվ այստեղ անկասկած է նաև այն, որ այդ նախընտրական մտահոգությունները փարատելու տարբերակներից մեկն էլ դիտարկվում է ուժային իրավական լծակը իշխանության։ Այստեղ Եվրամիությունը եւս այսպես ասենք, օգտակար կամ անհրաժեշտ գործոն է իշխանության համար, որովհետեւ այդ ժողովրդավարական չափանիշների գնահատողը Եվրամիությունն է։ Եվ շատ կարևոր է, որպեսզի հանկարծ չգնահատվեն ոչ ժողովրդավարական process-ները, որ երբ կիրառվում է ուժային իրավական այդ լծակները։ Եվ մենք տեսնում ենք, որ գոնե առայժմ Եվրամիությունը բացարձակապես ոչ մի խնդիր չի տեսնում այն ակնհայտ դեպքերում, երբ մարդիկ կալանքի տակ են հայտնվում ընդամենը կարծիք արտահայտելու համար։ Եվ անկասկած է, որ սա նույնպես Եվրամիություն Հայաստան իշխանության այդ մակարդակով տեղի ունեցող քննարկումների առարկաներից մեկն է, ինչի դիմաց է Եվրամիությունը աչք փակում, գտնեմ ակնհայտորեն զուտ կարծիքի համար տեղի ունեցող ձերբակալությունների առնչությամբ։